Ողջույն սիրելի ընկերներ, Anti-Fake եթերում խաշմերուկ աննկրող պատմաքաղաքական փոդքասթի հերթական թողարկումն է։ Նախորդ թողարկման շրջանակներում, սիրելի ընկերներ, մենք խոսեցինք Մերձավոր Արևելյան տարածաշրջանի մասին, Մերձավոր Արևելքում տեղ ունեցող հակամարտությունների մասին, Մերձավոր Արևելքում ամենակարևոր խաղացողներից մեկի Իսրայելի առաջացման պատմաքաղաքական ընթացքի այսօրվա նրա կողմից վարվող քաղաքականության մասին և կցանկանայի ձեզ շնորհակալություն հայտնել բոլոր արձագանքների համար, բոլոր դիտարկումների համար և ինչպես նախորդ անգամ էի նշել, այս անգամ ևս նշեմ, որ ձեր ակտիվությունը շատ կարևոր է մեր համար, շարունակեք գրել տեսակետներ, կարծիքներ, առաջարկներ և հավատացեք, որ մենք բոլորը դրանք դիտարկում ենք։ Այս թողարկման շրջանակներում մենք խոսելու ենք առաջին աշխարհամարտի մասին, առաջացման պատճառների մասին, նաև որոշակիորեն ընթացքի, ավարտի և հետևանքների մասին։ Կարծում եմ այն թեման ինչի մասին դուք բարձրաձայնեցիք ինքը այժմյական է, որովհետև սկզբունքորեն 100 տարի կամ 107 տարի առաջ տեղի ունեցող գործընթացները կամ մի քիչ ավելի շատ 111 տարի առաջին աշխարհամարտի սկիզբը նպատակները այն ուժերի, որոնք որ այդ պատերազմները բերեցին, նույնական են եւ վերջին հաշվով, երբ մենք առաջին աշխարհամարտի ծնող պատճառների մասին խոսենք, հասկանանք, թե ինչպես ցարական Ռուսաստանի ավերակների վրա ծնվեց նոր պետություն, որը կրկին մրցակից դարձավ այն ուժերին, որոնք սադրեցին կամ կազմակերպեցին սադրելով առաջին աշխարհամարտը, եւ այդ ուժերի դեմ արդեն մեր տարածաշրջանում, խոսքս բոլշևիկյան Ռուսաստանի մասին է, ինչ ուժեր սկսեցին աշխատել, ինչ նպատակներ եւ հարավային Կովկասը այդ ժամանակ ինչպես էր օգտագործում այդ ուժերի կողմից։ Ես կարծում եմ եւ առավել քան համոզված եմ, որ այսօր մենք ապրում ենք նույն տրամաբանության մեջ, մեծ հաշվով ուժային կենտրոնները նույնն են, ասենք պետությունների առաջին, երկրորդ համարները միգուցե փոխված լինեն, հա, բայց նպատակները չեն փոխվել եւ թիրախները չեն փոխվել, ինչպես նաեւ գործիքակազմը եւ օբյեկտները։ Ցավոք սրտի, այսօր Հայաստանը այդ առումով օբյեկտ է, ավելին ասեմ, օբյեկտ է նաեւ մեր երկու հարևան պետությունները Վրաստանը եւ Ադրբեջանը։ Ուղղակի այդ օբյեկտների մեջ առաջնակարգ դերակատարում, եթե 1918-ին ուներ Վրաստանը, հիմա ունի Ադրբեջանը, աշխարհն մի շարք հանգամանքների եւ ժողովրդագրական եւ պատերազմում տարած հաղթանակի եւ տարածքների, հա, իր կողմից բռնազավթման եւ այլն։ Եվ այս իրողությունները կարծում եմ մեզ լսողների համար բավական հետաքրքիր կլինի, որպեսզի մեր ներկա իրողությունները կարողանան ճշգրիտ պատմական գործընթացների լույսի ներքո գնահատել։ Պարոն Նահապետյան, պատմագիտության մեջ ընդունված է նշել այն, որ 1914 թվականի ամռանը ավստրո-հունգարական թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը Սարայևոյում, որը կատարվել էր Մլադոբոսնիա կազմակերպության անդամների մեկի կողմից, ոչ թե հիմնական պատճառներ աշխարհամարտի բռնկման, այլ ընդհանրապես պատրվակ էր, որովհետև արդեն իսկ այդ շրջափուլում ձևավորվում էին երկու հակամարտող կողմեր, խոսքը Անտանտի մասին է եւ Քարյակ միության մասին է, որը հետագայում դարձավ եռյակ, որովհետև Իտալիան փոխեց իր ճամբարը, եւ ընդհանրապես պետք էր մեկ կայծ, որպեսզի բռնկվի աշխարհամարտը եւ խորքային էր, կարծում եմ, պատճառը ավելի շատ եւ ոչ թե պատճառը չէր հանդիսանում զուտ ընդհանրապես թագաժառանգի սպանությունը։ Այո։ Ես համակարծք եմ ձեր գնահատականին եւ կարծում եմ պատճառը շատ ավելի խորքային էր, իսկ ըստ իս պատճառը կայանում է հետեւյալում։ 1908-13 թվականներին Միացյալ Նահանգներում մեծ ճգնաժամ է լինում, ընդ որում ճգնաժամը արհեստական էր, ճգնաժամը առաջացել էր Միացյալ Նահանգներում բանկիրների կողմից, որոնք փաստացի լրջագույն իշխանություն ունեին Միացյալ Նահանգներում եւ իրենց ֆինանսական կապիտալը իրենց հնարավորություն էր տալիս ազդել կառավարության կողմից տնտեսության վրա կառավարման այն գործիքներով, որտեղ ֆինանսական կապիտալը ավելի ուժեղ էր դառնում
քան կառավարության լծակազմը, ասենք իր ֆինանսների նախարարությունը, իր արտադրությունը, համախառն արտադրանքը եւ այլն։ Եվ այդ ճգնաժամի առաջացման պատճառը ըստ իս հետեւյալն էր. բանկերները առաջարկում են Միացյալ Նահանգների կառավարությանը, որպեսզի վերջիններս էմիսիա իրավունքը կամ փող տպելու իրավունքը, դոլարի մասն է խոսքը, տրվի մասնավոր բանկերին, մինչև պետական էր։ Բնականաբար ԱՄՆ կառավարությունը մերժում է, թեև նաև հաշվի առնում, որ այնուամենայնիվ առաջարկող բանկերները իրենց կապիտալով, ներդրումային կապիտալով ԱՄՆ-ում բավականին լուրջ կշիռ են կազմում, այդ թվում Ռոքֆելլերները, Մորգանները, Օպենգեյմերը եւ այլն։ Եվ մի այսպիսի օպերացիա է ըստ իս կազմակերպվում, որի մասին սովորաբար լրիվ այլ հարցումից են խոսում, օրինակ հայտնի Տիտանիկի մասին, երբ ֆիլմ է նկարվել, թե ինչպես Տիտանիկում շատ մեծահարուստներ իրենց ընտանիքներով, որոնք գնում են մեծ շրջագայության, եւ այդ նավը, որ առաջին անգամ այդ չափերով պատրաստվում է, խորտակվում է։ Ժամանակի ամենահայտնի էլիտան էր Տիտանիկի անձնակազմում։ Այո, ԱՄՆ-ի տնտեսական եւ քաղաքական էլիտան էր։ Շատ փոքր բացառություններ։ Եվ հետաքրքիր գիտեք որն է, պատմական իրողությունները ասում են, որ Տիտանիկի վրա պետք է լինել նաեւ այդ բանկերներից առաջնակարգ դերակատար ունեցող երկու ընտանիքների ղեկավարների իրենց ընտանիքներով, խոսքս Ռոքֆելլերների եւ Մորգանների մասն էր, բայց վերջին պայն իրենք չեն գնում։ Հետաքրքիր է, որ Տիտանիկը երբ կործանում է 13-ին, 1-2 ամիս հետո ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացնում, որ ուրեմն էմիսիա իրավունքը, որը բանկերների հորդոր պահանջներ ԱՄՆ կառավարության տրվում է մասնավոր բանկերին։ Որ ինչ է նշանակում, այսինքն բանկերները ինչ խնդիր են դրել, իրենք հասկանում են, որ եթե դոլարի կամ դրամի տպելու իրավունք իրենցն է, եւ եթե իրենք իրավիճակ ստեղծեն, որտեղ այդ տպելուց հետո կառավարությունը պարտք է վերցնում իրենցից, ահավասիկ օրինակ այսօր 33 տրիլիոն ԱՄՆ կառավարությունը պարտք է մասնավոր բանկերի միությանը, որի անունը Ֆեդերալ ռեզերվային համակարգ է։ ԱՄՆ երկիր մոլորակի սնանկ պետությունն է։ Պատկերացեք, պետությունը 33 տրիլիոն պարտք է բանկերին, խոսքս Ֆեդերալ ռեզերվային համակարգին, այն բանկերին, որոնք 1908-13 թվականներին արհեստական ճգնաժամ ստեղծեցին։ Հիմա այդ բանկերները ըստ իս հաշվում են, որ եթե այդ դրամի դոլարի իրավունքը տպելու իրենցը լինի, եւ իրենք կարողանան դոլարի գերիշխանություն հաստատել երկիր մոլորակի բոլոր երկրների վրա, այսինքն այդ դոլարը դառնա այդ երկրներում դոմինանտ։ Եթե անգամ այդ երկրները ունենան այսպես կոչված ազգային վալյուտա, ինքը պետք է ածանցյալ լինի դոլարին, ինչպես հիմա է իդեպ։ Օրինակ, մենք ունենք դրամ։ Դրամը ինքը սեփական վալյուտա չի։ Ռուսները ունեն ռուբլի, դա էլ չի։ Գիտեք ինչու։ Որտեվ եթե ես սա ասեմ, որտեվ շատ կարևոր է հասկանալ բանկերների այն մոտիվացիան, թե ինչու իրենք գնացին այդ քալին, եւ առաջին աշխարհամարտը իրենք են սադրել։ Պատկերացեք, ասենք, մեր կենտրոնական բանկի պահոստներում, օրինակ, եթե ենթադրենք շրջանառության մեջ տպված դրամ պետք է մտնի։ Օրինակ, ասենք 385 դրամ բանկից պետք է մտնի մեր շրջանառության մեջ։ Դուք գիտեք, որ մեր կենտրոնական բանկը պետք է այդ դրամին համարժեք դոլար գտնի, որ թույլատրվի, որ 385, ես կուրսով եմ ասում, էլ ասենք 1 դոլար։ Դու 1 դոլար տի գնես, որ քեզ թույլատրվի 385 դրամ շրջանառության մեջ մտցնես, պարզ է, չէ՞։ Ուրեմն այդ բանկերները հաշվել են, որ եթե աշխարհի վրա դոլարը դառնում է գերիշխող, իրենք ունենում են աշխարհում ինչ համաշխարհային տիրապետություն, ահա։ Եվ որ պահին ԱՄՆ կառավարությունը համաձայնվում է, որ էմիսիա իրավունքը, փող տպելու իրավունքը տրվում է մասնավոր բանկերին, բանկերները հաշվում են, որպեսզի իրենց դրամը կամ նույն դոլարը ունենա համաշխարհային ազդեցություն, իրենց մրցակիցներին պիտի շարքից հանեն, իսկ մրցակիցները դրանք կայսրություններն են։ Հիմա թվարկենք այն կայսրությունները, որոնք առաջին աշխարհամարտում ձեր նշած երկու ճամբարներ են բաժանվում։ Գերմանական, ավստրո-հունգարական, ֆրանսիական, թուրքական կամ օսմանյան եւ ռուսական։ Բրիտանականն էլ, ինչպես ասում են, ձեռքի հետ մտնում այս խաղի մեջ։ Եվ հետաքրքիր է 1914 թվականին այդ կրակոցը Ֆրանց Ֆերդինանդի վրա ինքը առիթ էր, կայծներ, բայց բուն նպատակը եվրասիական տարածքում բոլոր կայսրությունները իրար դեմ պատերազմելն էր։ Ահավասիկ այն ինչ որ մենք տեսանք, չէ՞, Անտանտի հետ քարյակի եւ որ հետո դարձավ Եվրոպա։
Եվ այդ պատերազմի արդյունքում իրապես մենք նայում ենք, չէ, Եվրասիական տարածքը ավելի է, չէ, վերածվում։ Ընդ որում կործանվեցին հիմնական կայսրությունները, հա, Օսմանյան կայսրություն, ռուսական կայսրություն, գերմանական կայսրություն եւ ավստրո-հունգարական կայսրություն։ Ֆրանսիան էլ ուներ մեծ հաշվով, Ֆրանսիան էլ բավական կորուստներ ունեցավ։ Հիմա եկեք այսպես գնահատենք։ Այսինքն այդ ժամանակ այդ բոլոր կայսրությունները թուլացան, կործանվեցին, փլատակներ, ավերակ եւ այլն, չէ՞, մարդկային կորուստներ, տնտեսության կորուստներ, արտադրություն չկա, իսկ ԱՄՆ-ը անդադ կարող է արտադրել, վաճառել։ Դե ասում են եւ ասում են երկրորդ համաշխարհային պատերազմը 39 սեպտեմբերի 1-ին սկսել է, երբ Լեհաստանի վրա Գերմանիան հարձակվեց։ Այդպես թվական առումով այո, բայց ես կարծում եմ, որ երկրորդ համաշխարհային պատերազմը ինքը առաջինի շարունակությունն էր։ Ասեմ ինչու։ Որովհետև առաջինից հետո առաջինի խնդիրները չեն լուծվել դեռ։ Իհարկե, որովհետև կար խոչընդոտ, այդ խոչընդոտը ցարական Ռուսաստանի փլատակների վրա ծնված, վերածնված բոլշևիկյան Ռուսաստանը դարձավ, որպես մրցակից 1 ռեսուրսային առումով, երկրորդ գաղափարական առումով մրցակից, որտեղ այնուամենայնիվ շուկայական հարաբերությունները կամ կապիտալիզմը արևմուտքի գաղափարական հենքն է, դրանից բխող արդեն կենցաղում, արժե համակարգում բոլոր ածանցվում էր, բայց Ռուսաստանում ծնվեց նոր գաղափարական հենք, Մարքսի, Էնգելսի, չէ, հետո նաև Լենինի սոցիալիզմը, որտեղ շուկայական հարաբերությունները դոմինանտ չէին, ի տարբերություն կապիտալիզմի, այո, այսինքն երկու ճամբար եւ ուժային եւ գաղափարական առումով, առավել որ գաղափարական հիմքը տնտեսական հարաբերությունները հակոտնյա են, այսինքն սոցիալիզմը չէր ընդունում կապիտալիզմը, այս սկզբունքները եւ հակառակը։ Ահավասիկ այդ ժամանակ երբ ծնվում էր բոլշևիկյան Ռուսաստանը 1918-20 թվականներին գնում էր խնդիր, որպեսզի այդ ծնունդը չլինի, որպեսզի ծնունդը չլինի, այդ ծնվող պետության դեմ պետք է պատերազմներ լիներ համատարած։ Եվ ինչու Գերմանիան դարձավ այն շոքեքարշը, որը առաջին համաշխարհային պատերազմի, այսպես ասենք, ավանգարդում հայտնվեց քառյակով։ Ինչու։ Որտեվ Գերմանիան, որը մեծ հավակնություններ ուներ իր ազդեցությունը մերձավոր արևելք, կենտրոնական Ասիայի երկրներ, ներառյալ նաև Աֆրիկա, այդ հավակնությունները ինքը կարող էր հրապարակավ գործածել, եթե ինքը ունենար ռեսուրսային բազա, բայց Գերմանիան այդ ռեսուրսային բազան չուներ, այսինքն իրան պետք էր գաղութներ։ Այդ գաղութները ի տարբերություն Գերմանիայի ունեին այլ երկրներ։ Եվ այդ առումով Գերմանիայի մոտիվացիան շատ բնական էր, որ ինքը դառնա այդ պատերազմի սանձազերծողը։ Պարոն Նահապետյան, առհասարակ գաղութային ռեսուրսների վերաբաշխումը համարվում է առաջին աշխարհամարտի բռնկման հիմնական կատալիզատորներից մեկը։ Դուք նշեցիք ԱՄՆ-ի դերակատարումը, որը անխոս կար, բայց եվրոպական մայրցամաքում ժամանակի քաղաքական գործիչները նշում էին, որ այդ ժամանակ կային բանվորական շարժումներ, աշխատավորական շարժումներ, հսկայական ծավալի գործադուլներ եւ էլիտաները, որպեսզի վերջ դրվեր գործադուլներին եւ առհասարակ նաեւ տեղի ունենար գաղութների վերաբաշխում, շատ էր խոսում, որ պատերազմը միակ ելքն է, որպեսզի ռուսերեն ասած զաբաստովկա ասվածները դադարեն, որովհետեւ մենք հիշում ենք օրինակ նույն ցարական Ռուսաստանում դեռևս 1905 թվականից սկսած այդ արյունոտ կիրակի ասվածը հսկայական ծավալի հեղափոխական շարժումներ էին տեղի ունենում, նույնը կար նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, այսինքն ժողովուրդները այլևս չէին հարմարվում իշխող կարգերին, իշխող դասակարգերին եւ էլիտաները պատերազմը բերեցին, որպեսզի մարդիկ չմտածեն հեղափոխությունների մասին։ Գիտեք, բավական հետաքրքիր դիսկուրս է ստացվում, որտեղ հասկանանք օրինակ 1905 թվականի մասին, չէ՞ ասացիք։ Իրականում 1905 թվականին, որ ասում են իշխանությունները հաղթեցին, շարժումները ճնշեցին, արարը մեջ խեղդեցին,
Դա ըստիս ընդհանրապես ժամանակավոր հաղթանակ է։ Ես կարծում եմ, այդտեղ ռուսական իշխանությունները չեն հաղթել, ասեմ ինչա, այո, ժամանակավոր, բայց հաղթանակ չէր։ Ուրեմն այդ 1905 թվականի այսպես կոչված հեղափոխության արդյունքում ծնվեց Դուման։ Ուշադրություն դարձրեք։ Ցարական Ռուսաստանը որպես ավտորիտար ռեժիմ ինքը ուներ Աստծո կողմից օծյալ թագավոր, կային իշխաններ եւ վարչական համակարգ։ Իրականում, քանի որ առավել քան ուղղաձիգ էր ցարական Ռուսաստանի կառավարումը, այսինքն մեկ անձի որոշումով էր լինում։ Երբ այդ մեկ անձի իշխանությունը ինչպես թույլատրել, երբ հնարավոր չի տապալել, ուրեմն դի ստեղծել նաև կառավարման մեկ այլ կենտրոն, որի որոշումներից է կախված լինելու նաև երկրի կառավարումը։ 1905 թվականի այսպես կոչված հեղափոխության արդյունքն եղավ, որ Բրիտանիան, իրականում սադրողը Բրիտանիան էր, կարողացավ Ռուսաստանում ստեղծել այլընտրանքային կառավարման կենտրոն, որի անունը դրվեց Դումա։ Հիշեք, 1917 թվականին, այսինքն 5 թվականից 12 տարի հետո, Դուման է դառնում այն հիմնական գործիքը, որով տապալվում է ցարական իշխանությունը ամբողջովին։ Դուման ողջ process-ի կենտրոնատեղին է, իհարկե, այսինքն Դուման ծնվեց 5 թվականի այսպես կոչված հեղափոխության արդյունքում, ծնողը իրականում Բրիտանիան էր, որը 12 տարի հետո այդ գործիքը բերեց առավել արդյունավետ վիճակի, որով նախ տապալվեց ցարական իշխանությունը, ընդ որում ցարական իշխանության տապալման մեջ ներգրաված էին առաջին հերթին ցարական Ռուսաստանի բուրժուազիան եւ զինվորականության մի մասը։ Ինչու՞։ Որտեւ բուրժուազիան, որը ապահովում էր արտադրությունը, աշխատատեղերը, բյուջեն լցնելը, իրականում շատ ավելի իշխանության առումով անկյուն քշված էր, քան այն իշխանները ցարական Ռուսաստանի, որոնք բացարձակապես, ասենք, երկրի պետական կառավարմանը, տնտեսությանը որևիցե օժանդակություն ցույց չեն տալիս, բայց նրանք ցանկացած պահին ցարի հետ կարող են հարցեր քննարկել, առաջարկներ անել, ցարը նրանց լսում էր։ Իսկ բուրժուազիան ինքը համարում էր իզգոյ խավ, այսինքն ներքև։ Եվ բրիտանացիք խոցելի տեղը գտան Ռուսաստանի։ Այսինքն ինչպես կազմակերպել իշխանությունների դեմ լուրջ ուժ, որը ունենա մոտիվացիա իշխանություն վերցնելու։ Դա բուրժուազիան էր։ Հավասիկ պատական չի, որ 1917 թվականին այդ այսպես կոչված հեղափոխական շարժումների ֆինանսավորման մի մասը արվում էր այդ ֆաբրիկանտների կողմից։ Եթե դաներ գումարենք, որ զինվորականության մեջ Բրիտանիան կարողացավ որոշակի հավաքագրման արդյունքում լուրջ գեներալներ, որոնք եւս դեմ էին ցարական իշխանությանը, այսինքն իրենք եւս գտնում են, որ երկիրը պիտի կառավարի այլ սկզբունքներով։ Օրինակ ասենք այն սկզբունքները, որ ժամանակին արվել էր ֆրանսիական հեղափոխության ժամանակ, այո, եւ ցարի բացարձակ իշխանություն դի վերանար։ Եվ հետեւաբար ստեղծվեց դաշինք բուրժուազիայի զինվորականության միջև, բայց գետնի վրա իրենք գետնի վրա պիտի մասաներ չէ գեներացնեին։ Ահավասիկ այդ հեղափոխական թեզերը, որոնք գեներացվեցին, հավասարություն, արդարություն, եղբայրություն, հայտնի ֆրանսիական հեղափոխության կարգախոսները, բերեցին նրան, որ բուրժուազիայի եւ մասնապես Գերմանիայի եւ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից ստեղծվեցին կազմակերպություններ, կուսակցություններ, բանվորական շարժումներ, որոնք պիտի դառնային իշխանությունը տապալելու շոքեքարշը։ 5 թվականից սկսած այդ գործընթացը գնում էր եւ 17 թվականին արդեն բավականաչափ կազմակերպված փորձություններով, բանտերով, զողություններով անցած ամենաներքևի խավից, խոսքս բանվորագյուղացիական խավից է, ծնվեցին այդ կազմակերպությունները, որոնք պատրաստ էին կյանքի գնով անգամ ցարական իշխանությունը տապալել։ Պարոն Նահապետյան, հեղափոխությունների մասին մենք մեր հաջորդ թողարկումներում կխոսենք մասնապես անգլիական, ֆրանսիական, նաև ռուսական հեղափոխության մասին, առավել խորքային, բայց այսպիսի մի հարց, ըստ ձեզ ցարիզմը արդյոք չէր սպառել իրեն։ Եկեք այսպես ասենք, ցարիզմը ինքը թագավորը բացարձակ միապետ էր բոլոր առումներով։ Օրինակ հիմա Բրիտանիայի ներկայիս վիճակը նայենք, սահմանադրական միապետություն է, չէ՞, չունենալու սահմանադրություն։ Հոգևոր առաջնորդով է Բրիտանիայում, անգլիկան եկեղեցու գլուխը թագավորն է, չէ՞, կամ թագուհին,
ճիշտ է, արձանագրում ենք, հոգևոր իշխանության ղեկավար։ Երկրորդ, երբ Բրիտանիայում ընտրություններ են լինում եւ ինչ որ կուսակցություն հաղթում է եւ որը որ կառավարություն տի կազմի, քանի դեռ թագավորի որոշումը չկա, այդ տեխնացուի, ասենք կարող է լինի բացասական տեխնացուի եւ այդ տեխնացուն, որը ժողովրդի քվեով է, չէ՞, տվել են կուսակցությունը առաջադրել է իր մեջից ով է վարչապետը, որ պահին թագավորը մերժում է, այդ անձը չի լինում։ Հաջորդը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարով է Բրիտանիայի թագավորը։ Իրավունքի տեսանկյունից պատասխանությունը ամբողջովին դրված է եւս թագավորի վրա։ Այսինքն, եթե ընդ որում բրիտանացի կարողացան քարոզչական առումով լավագույն, ըստ իս լավագույն մի թեստ շրջանառել, որով ցույց են տալիս, որ անգլիական թագուհին ընդհանրապես իշխանություն չունի, կամ թագավորը, չէ, ասում են, զուգահեռում են, որ մարդ իշխանություն իբր ունի, բայց ընդհանրապես չունի, ասում են, ունի իշխանություն ինչպես անգլիական թագուհը։ Այսպիսի մի խոսք կա, անգլիական թագու կարգավիճակ։ Այո, այսինքն, որ չունի իշխանություն, բայց տրամագծոն հակառակ, թագուհին կամ թագավորը բացարձակ իշխանություն, նորից եմ ասում։ Կարա ցանկացած ժամանակ այդ վարչապետի հրաժարականը պահանջեր, հոգևոր առաջնորդն է, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, դատական իշխանությունը իր տակն է, այսինքն գործնականում։ Ես երբ նման գնահատական եմ տալիս, ինձ հարցնում է, բա ինչու նման բան չեղի, ասում են, որտեղ Բրիտանիան ի տարբերություն այլ երկրների ունի մի քանի կառավարություն։ Մեկը գործողն է, երկրորդը ստվերային, բայց այդ ստվերայինը եւս հայտնի է, թե ովքեր են իր երկրորդ կառավարության անդամները ստվերային, եւ կա երրորդ կառավարություն, որը ստվերային է, բայց որի մասին գիտեն մատների վրա հաշված մարդիկ։ Եվ այսպես, հիմա սա ինչի համար հիշեցինք, այո, այդ ժամանակ ցարական կառավարությունը փաստացի ինքը թուլացել էր եւ թուլացման իր առաջին քայլն էր, որ 1905-ին ինքը համաձայնվեց ստեղծել այլընտրանքային կառավարման ուժային կենտրոն իդեմս Դումայի, որտեվ հետո Դուման դարձավ 17-ի իրավական առումով եւ կառավարչական առումով այն գեներատորը, իհարկե, որը հետո բերեց արդեն բուրժուազիայի եւ զինվորականության մի մասի, այդ թվում նաեւ թագավորական ընտանիքի որոշ անդամների թագավորին դավաճանելու եւ գետնի վրա 12 տարվա ընթացքում Ռուսաստանում բանվորական շարժումներ ստեղծելու, որի նպատակը առերևույթ բարի էր, բայց բուն նպատակը Ռուսաստանում ցարի իշխանությունը ամբողջովին տապալելն էր, եւ որը 1917 թվականին առաջին համաշխարհային պատերազմի 3-րդ տարելիցի ժամանակ դա հաջողվեց եւ հետաքրքիր որ 1916 թվականին երբ Յուդենիչը գլխավորում էր ռուսական ցարական բանակը մեր ուղղությամբ Կովկասում բավականին ճակատի հրամանատարն էր։ Այո, մեծ հաջողություններ էր գրավել, ավելին երբ Թուրքիայի լինել չնելը արդեն օրհասական էր, Այդտեղ կարծեմ ներողություն ընդհատելու համար Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագիրը, որի համաձայն Թուրքիան պետք է մասնատվեր։ Եվ շատ հետաքրքիր, շատ ճիշտ եք ասում։ Քանի որ ռուսական դերակատարումը Թուրքիայի մասնատման ամենամեծն էր առյուծի բաժինն էր, եւ ներգրաված զինանձնակազմի եւ զենքի չափաբաժինը ամենամեծն էր, ուրեմն ռուսներին տրվում էր հետեւյալը. Թուրքիան գրավելուց հետո Բոսֆորը դարդանելը տրվում էր Ռուսաստանին, սա շատ կարևոր է, մենք հասկանանք այսօր, նույնիսկ այսօր Բոսֆոր դարդանել նշանակությունը, եւ Ստամբուլը։ Ինչու՞։ Որտեվ Կոստանդնուպոլսի Սոֆիա տաճարում ռուս ուղղափառ եկեղեցին պետք է հնչեցներ պատարագի, երաժշտությունը, երգը եւ խոսքը։ Այսինքն Ստամբուլը եւս տրվելու էր ռուսներին գրավելուց հետո։ Բայց հաշարնելով, որ այդ ծրագիրները չեն մտնում ոչ Բրիտանիայի, ոչ Միացյալ Նահանգների, մենք նոր փորձեցինք, հակերճ ընդհանուր գծերով ասել պատճառները, թե ինչու առաջին համաշխարհային պատերազմ բռնկվեց, բռնկվեց առերևույթ Գերմանիայի եւ Ռուսաստանի, չէ, այդ երկու բլոկների, բայց բուն նպատակը Եվրասիական տարածքում 5 կայսրությունների ոչնչացնումն էր, որտեղ դոլարի համաշխարհային տիրապետություն դիլներ։ Եվ այդ պատերազմը շարունակվեց մի կարճ հրադադարի ռեժիմը ընդունենք 1921 թվականից մինչև 1939 թվական, այսինքն 18 տարի հետո այդ պատերազմը իր տրամաբանական շարունակությունը ստացավ, նորից ուշադրություն դարձավ Գերմանիայի եւ
Ռուսաստանի իրավահաջորդ խորհրդային միության մեջ։ Անգամ տեսակետներ կան, որ երկրորդ աշխարհամարտը սկսվել է ոչ թե 39 թվականի սեպտեմբերի 1-ին, այլ շատ ավելի վաղ Ճապոնիայի հարձակումով Չինաստանի վրա։ Սա իհարկե սա եւս ռեսուրսների ազդեցության ոլորտների համար է, բայց ես հիմա ինչով եմ կարևորում մեր խոսակցությունը, որ մենք օրինակ հասկանանք 1918 թվականին, երբ Ռուսաստանը 17-ի իդեպ ասեմ 17-ի փետրվար 23-ին Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից իշխանության զավթումը ստիպեց, որպեսզի այդ գործընթացները Կովկասյան ճակատը բավականին թուլանա։ Եվ զորքերի մի մասը, որոնք որ Կովկասյան ճակատում փաստորեն փառահեղ հաղթանակներ էին տանում, ստիպված վերադառնան ելման կետեր։ Եվ այդ վերադարձի ժամանակ էր, որ Անտանտի մյուս անդամներ, մասնապես Բրիտանիան, փորձեց այդ իրավիճակից օգտվել։ Օգտվել ինչպես։ Ռուսաստանում փաստացի իր ներկայացուցիչին տրվեց իշխանություն, հայտնի Կերենսկին, որը Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից վաղուց հավաքագրված էր, որը վերջում փախավ։ Եվ ինչպես։ Կանացի շորերով։ Ուր Լոնդոն։ Եվ մի հետաքրքիր եւս փաստ, օրինակ ասում են երկու հեղափոխություն ա եղել, չէ, 1917-ի փետրվար 23 եւ 1917-ի հոկտեմբեր 25, որը նոր տոմարով նոյեմբերի 7-ն է։ Իրականում երկու հեղափոխություն չի եղել, հոկտեմբերյան այսպես կոչված սոցիալիստական մեծ հեղափոխությունը ըստ ինքը հակահեղափոխություն էր։ Ինչու՞։ Որտեվ տապալեց բրիտանացիների կողմից Ռուսաստանում գրաված իշխանությունը։ Անունը հեղափոխություն նույն մեթոդներով, զինված, ջոկատներ, բանվորագյուղացիական եւ այլն։ Ավելի շատ հեղաշրջում էր հիշեցնում։ Դե ես այդ եմ ասում, ինքը տապալեց 17-ի փետրվար 23-ի Բրիտանիայի կողմից Ռուսաստանում իշխանության վերցնելը, տապալեց։ Բայց մենք գիտենք, որ բոլշևիկներին նաև ֆինանսավորում էին, օրինակ նույն ամենահայտնի հեղափոխականներից մեկին, հա, այդ շրջափուլի բոլշևիկյան Լև Տրոցկուն, ֆինանսավորում էր գերմանական կողմը։ Ուրեմն այստեղ շատ հետաքրքիր է։ Գիտեք, կար հակադրություն գերմանացիների եւ անգլիացիների շահերի։ Տրոցկին ինքը շատ մեծ անհատականություն էր եւ մեծ հռետոր էր, ասենք այդ խոսքի ազդեցությունը ժամանակին շատ ավելն էր, քան Լենինը, իդեպ ասեմ ձեզ։ Փողոցը ինքն էր գեներացնում։ Այո։ Բայց Տրոցկին ինքը կողմնակից էր համաշխարհային հեղափոխության։ Դուք ուշադրություն դարձեք, ինչ ասել է համաշխարհային հեղափոխություն, եթե ես այլ բառեր նկարագրեմ, համաշխարհային գլոբալիստական կառավարում։ Այսինքն բոլոր երկրներում պիտի լինեին հեղափոխություններ, տապալվեին իշխանությունները բոլոր երկրներում, առաջին հերթին այդ 5 կայսրություններում, որի մասին մենք խոսեցինք, որտեղ դոլարի գերիշխանության խոչընդոտը առաջին հերթին կայսրություններն են, չէ՞, որպես առավել ռազմական, տնտեսական, դեմոգրաֆիկ, ժողովրդագրական առումով առավել հզոր երկրներ, չէ՞։ Պիտի տապալվեին իրար հետ պատերազմելով։ Իսկ Տրոցկին ինքը իրականում գլոբալիստների ներկայացուցիչն է։ Եթե Լենինը հեղափոխության սկսելու ժամանակ Գերմանիայից է բերվում գնացքով, ուշադրություն դարձեք, եւ գերմանական հատուկ ծառայությունների Լենինը այո համագործակցել է։ Տրոցկին չի գալիս Գերմանիայից, Տրոցկին գալիս է ԱՄՆ-ից, շոկենավով, իդեպ հետաքրքիր է, չէ՞։ ԱՄՆ-ից շոկենավով։ Այսինքն Տրոցկին ինքը կատարում էր դոլարի համաշխարհային տիրապետության համար բոլոր երկրներում հեղափոխական լոզունգներով իշխանությունների տապալման գործընթացը։ Դա համար ինքը ասում էր, որ այո, համաշխարհային հեղափոխություն տիլնի, այսինքն բոլոր երկրներում, ոչ միայն 5 կայսրություններում, այլև մնացածներում եւս իշխանությունները տապալվեն, իշխանության ղեկին պիտի գան փաստացի նոր ուժեր, այդ նոր ուժերը արդեն ԱՄՆ-ի բանկերների կողմից կառավարելի ուժեր էին։ Եվ հակադրություն է առաջանում Տրոցկու համաշխարհային տիրապետության եւ Լենինի եւ իր մերձավորագույն դաշնակից Ստալինի կողմից, որոնք ասում են, չէ, սոցիալիզմը մի երկրում վերցած պիտի հաղթի, օրինակ Ռուսաստանում։ Եվ մենք խնդիր չենք դրել ամբողջ երկիր մոլորակի բոլոր պետություններում համաշխարհային հեղափոխության։ Մեզ 1000 տարի մեղմ ասած պետք է, իհարկե պետք չի։ Եվ այս հակադրության արդյունքում առաջացավ Տրոցկու հետևորդներ, որոնք գլոբալիստների, մենք ընդունենք այդ, այո, տրոցկիստներ, որոնք գլոբալիստների կողմնակիցներ են, որտեվ վերջին հաշվով դոլարի համաշխարհային տիրապետությունը, մենք այսօր ապրում ենք այդ ժամանակներն, գլոբալիստների ամենակարևորագույն կառավարման գործիքն է, չէ՞, դոլարը։
Առաջացան տրոսկիստներ, Տրոսկին, Բուխարինը հետո այդ դաշտում էր, Զինովևը, Կամենևը, այսինքն հիմա նայեք, մի կողմից սա էր, մյուս կողմից մարդիկ, որոնք ասում են, չէ, մենք համաշխարհային այդ գործ չունենք, մենք մեր երկրում ցար իշխանություն տապալելու ենք եւ Մարքսի եւ Էնգելսի տեսության հիման վրա ստեղծելու ենք նոր պետություն, այսինքն նոր իրավակարգավորումներ, նոր արժեքային համակարգ, որտեղ կապիտալիզմը անկյուն էր քշվելու, որտեղ մեծ հաշվով Մարքսի տեսության հիմքը դա է։ Եվ եթե գանք այդ ժամանակներ փաստացի բոլշևիկները հաղթեցին մենշևիկներին, որտեղ թվականակով իրենք ավել էին 17-ին, 18-ին իշխանությունը, 17-ին այդ այսպես ասած զինված հեղաշրջման միջոցով այ իշխանությունը կարողացան վերցնել։ Լենինը մեծ հաշվով իրենց համար արևմուտքի համար լուրջ թիրախ էր եւ Լենինի դեմ մահափոս կատարեցին, որը արդյունավետ եղավ։ Եվ Լենինից հետո իշխանությունը կամ տիլնել գլոբալիստների ներկայացուցիչ Տրոցկուն կամ Ստալինի։ Իսկ Ստալինը շատ ուրիշ հետաքրքիր փաստ կա, օրինակ մի ֆիլմ կա, որտեղ բավականին ճշգրիտ են ներկայացվել այդ ժամանակաշրջանի պատմական փաստերը, որտեղ 1937-ին, երբ Տուխաչեսկին եւ մի քանի գեներալներ փորձում են Ստալինի դեմ մահափորձ կատարել եւ իշխանությունը զավթել, Ստալինը դրա մասին իմանում է, իր հատուկ ծառայությունների իմանում են, Տուխաչեսկուն հրավիրում է իր մոտ եւ զրույցի ժամանակ ասում են, եթե ինչ-որ մարդիկ մտածում են, որ իրենց մոտ կա մի փաստաթուղթ, լուրջ կոմպրոմատ, ինքը իրեն նկատի ունի, որ այդ կոմպրոմատով կարող են իշխանություն վերցնել, ապա իրանք դե հասկանան, որ նույնիսկ այդ կոմպրոմատի առկայության դեպքում այդ մարդիկ ինչ քայլեր որ արել են, խոսքը իր Ստալինի եւ իր ընկերների մասն է։ Մենք արել ենք հանուն այս երկրի հզորության եւ ոչ օտարներին ծառայելու։ Այո, տարբեր գնահատականներ կար, որ ժամանակին Ստալինը ախրանկայի ոչ թե գործակալ է եղել, այլ աշխատակից, դրանք տարբեր բաներ են, այսինքն ոչ թե հավաքագրված է եղել։ Ինչու ախրանքան դա միայն ոստիկանություն չէր։ Ախրանկայի մեջ մտնում էր ցարական Ռուսաստանի բոլոր հատուկ ծառայություններ անխտիր, բոլոր, այդ ու նաև արտաքին հետախուզությունը, որը օրինակ տրված էր ռազմածովային ուժերի, ցարական Ռուսաստանի հետախուզություն ռազմածովային ուժերի տնօրինության ներքո էր։ Եվ այդ պայքարում խոսքս Տրոցկի գլոբալիստներ եւ ազգայիններ կամ ազգայնականներ Ստալինի կողմնակիցների միջև է։ Իդեպ ասեմ ձեզ, որ եւս մի ուրիշ հետաքրքիր փաստ, դրա մասին առանձնապես շատ չեն բարձրաձայնում, բայց նոր ստեղծվող նոր կառավարության արտաքին հետախուզությունը սովորաբար տարբեր խորհրդային տարիներին ֆիլմերում տարբեր մարդկանց են վերագրում, բայց իրականում արտաքին հետախուզությունը այդ ժամանակ արդեն բոլշևիկյան Ռուսաստանի ստեղծում են երկու եղբայրներ, որոնք լինում են ցարական Ռուսաստանի ռազմածովային ուժերի սպաներ, այսինքն արտաքին հետախուզության սպաներ են լինում իրենք։ Ուզում եմ ասել, ուշադրություն դարձեք, բոլշևիկյան Ռուսաստանի արտաքին հետախուզության հիմնադիրները ցարական Ռուսաստանի սպաներն են։ Եվ ներկա կառավարությունը Լենինի հետո Ստալինի, իրենք բոլոր այն սպիտակ գվարդիականներին, որոնք պարտվելուց հետո հեռացել էին, բոլորին ասում են հետ եկեք։ Որովհետև ներողություն ընդհատելու համար այդ ժամանակ կար խնդիր Բրատյա Իգնատով եղբայրներ, ես ազգանունը մոռացել էի, այդ երկու եղբայրները իրական հետախուզության ստեղծողները Իգնատով եղբայրներն են։ Բոլշևիկները սկսել էին հասկանալ, որ հեղափոխությունից հետո կար խնդիր, որպեսզի վերականգնվեր բանակը։ Այո։ Եվ այդ շրջափուլում, երբ որ իրենք հսկայական տարածքներ զիջեցին, հակառակորդ երկրներին, կոնկրետ օրինակ Գերմանիային կամ Թուրքիային, բոլշևիկյան էլիտայում հետևյալ քննարկումներ գնում այդ ժամանակ, ինչպես վերականգնել կորցրածները, չէ՞, իսկ իրենք վական տարածքներ են ինչպես վերականգնել եւ ընդունվեց որոշում, որ իրենք պետք է հենվեն ցարական Ռուսաստանի կադրային սպաների վրա։ Իհարկե։ Ովքեր որ կընդունեն իրենց իշխանությունը։ Եվ շատ իհարկե, շատ ճիշտ եք ասում, որտեվ իրականում բոլշևիկյան Ռուսաստանի բանակի վերականգնումը, վերածնունդը հիմնվեց ցարական բանակի եւ գեներալների եւ սպաների եւ ենթասպաների վրա։ Եվ իդեպ հենց դրանից հետո երբ որ սկսվեց
Կարմիր բանակի կազմավորումը նաև իրեն կարողացան ցարական բանակի սպաների փորձառության վրա հիմնվելով հաղթել ներքաղաքական հակառակորդներին եւ հետո շուտ գալ արդեն արտաքին, չէ՞, հետո արտաքին ճակատում Կոլչակին, Դենիկինին, այո, եւ այդ առումով եւս հետաքրքիր զուգահեռներ կա, որտեվ խնդիրը հետեւյալն էր, օրինակ մենք մեր խոսքի սկզբում ասացինք, որ կայսրությունները եվրասիական տարածքից վերանան, այդ թվում նաեւ ռուսականը, հա։ Հիմա ռուսական կայսրության վերացման վտանգի չեզոքացնողը բոլշևիկյան Ռուսաստանն էր։ Այդ ընթացքում ինչ անել, որ բոլշևիկյան կառավարությունը պարտություններ կրեր։ Իր ամբողջ պարագծով պատերազմներ, ազգամիջյան բախումներ, անջատումներ, վերջին հաշվով կայսրությունը ինքը բազմազգ ժողովուրդների միություն է, որտեղ դրվում են համակեցության կանոնները։ Իհարկե պետականաստեղծ մեկ ազգի առաջնորդությամբ, բայց դրվում է համակեցության։ Հիմա Ռուսաստանը մասնատելու կամ ներսից մասնատելու լավագույն կարգախոսը, եւ որը իդեպ Լենինը արեց, եւ որը Ստալինը համապատասխան 23-24 թվականի համագումարին չկարողացավ իր թեզը առաջ մղել, որտեղ այնուամենայնիվ տրոցկիստները, Լենինի կողմնակիցները այդ առումով շատ ավելի են, քան իր կողմնակիցները։ Օրինակ ինքը ասում էր, որ ազգային պետություններ նոր կազմավորվող Ռուսաստանի մեջ պիտի չլինեն։ Լենինի թեզը այլ էր, որ ցանկացած ազգ, որ այս կամ այն ձևով որոշակի չափորոշիչներով բավարարում է եւ ունի արտաքին սահման, այլ պետություններ, ինքը պիտի դառնա ազգային պետություն։ Ստալինը դրան դեմ էր, որտեվ դա ցանկացած կայսրության մեջ դանդաղ գործողական է, որ մի օր կպայթի։ Իհարկե, օրինակ ասենք պատկերացրեք, մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը ինքը եւս կայսրություն է, բազմազգ, եւ այնտեղ նույնիսկ ազգային փոքրամասնություններ գոյություն չունեն։ Բազմազգ է, բայց ազգային փոքրամասնություններ, նրանց տրվող իրավունքներ, հա, մշակութային, չգիտեմ, տնտեսական, քաղաքական չկան։ Օրինակ Իրանում գնահատվում է այսպես կրոնական փոքրամասնություններ, ազգային գոյություն չունի։ Իրանը հրաշալի, քանի որ երկիր մուրակի ամենաերկար պետականություն ունեցող ժողովուրդն է եղել, միանք հրաշալի հասկանում են, որ դա ական է, որտեղ ցանկացած այլ հզոր ուժային կենտրոն կարող է վաղթյուր օգտագործել։ Եվ ավասիկ այդ ժամանակ փաստացի պետք է մինչև ստեղծվել է այդ ազգային միավորներով որպես նոր խորհրդային միություն ստեղծելը, դերևս խնդիր է դրած, որ այդ ծայրամասերը, ծայրագավառները, որոնք այլ ազգերի ներկայացուցիչներ են, իրենք պետք է այս կամ այն չափով օտարվեին Ռուսաստանից։ Դա լավագույն, վատագույն դեպքում Ռուսաստանի համար պետք է պատերազմեին։ Հիմա մենք գալիս ենք արդեն մեր տարածաշրջան 1918 թվական փետրվար Անդրկովկասյան Սեյմ, որտեղ այդ Սեյմում 3 ժողովուրդների ներկայացուցիչներ էին, վրացիների ամենաշատ պատգամավորները իրենք ունեին, հետո ադրբեջանցիների ու հայեր ներկայացնում են Դաշնակցությունը։ Բայց նաև կային այլ կուսակցություններ, ես հիմա ուղղակի սա հետաքրքիր է ինչի համար, որտեղ հիմա մենք երբ որ զուգարենք, տեսնենք շատ բաներ նույնական կրկնվում է։ Օրինակ Անդրկովկասից ընտրված պատգամավորների թիվն եմ ասում, ներկայացուցիչները կուսակցություն 36 վրացի մենշևիկ, 30 մուսաֆատական, այդ Ադրբեջան, 27 դաշնակցական, 19 SR, 14 այլ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Բայց այդտեղ Անդրկովկասի Սեյմին հրաժարվեցին մասնակցել բոլշևիկները, որտեղ բոլշևիկները այլ խնդիր էին, հա, դրել, ինչպես ասում են, եւ բողոքեցին այդ կազմավորման դեմ։ Ընտրվեց հանրապետության նախագահ, այսինքն մեկ միավոր Անդրկովկասյան Սեյմը 3 հանրապետություններ, որ հետո են հռչակվում, ընտրվում է մենշևիկ Չխեիձեն, իսկ կառավարության ղեկավար մենշևիկ Գեգեչկոյնն է նշանակում։ Հիմա սա ինչի համար եմ ասում, որ փաստորեն ստեղծվում է նոր միավոր, որի խնդիրը ի՞նչն է։ Բոլշևիկյան Ռուսաստանից օտարվելը, հեռանալը, անջրպետ, սահման, բոլոր առումներով։ Հիմա ուշադրություն դարձրեք, զուգահեռում եմ այսօրվա մեր իրականությանը։ Որովհետև տեսեք, շատ հետաքրքիր տեսակետ է արտահայտում պարոն Նահապետյան։ Իրապես խնդիր էր դրված օտարվել ռուսական կողմից, բոլշևիկյան Ռուսաստանի մասն է խոսքը, եւ
Մենք պետք է հիշենք, որ հենց այդ շրջափուլում 18 թվականի մարտի 3-ին կնքվել էր Բրեստ-Լիտովսկու հայտնի պայմանագիրը եւ վակուումը տարածաշրջանի հետ բոլշևիկները դուրս էին գալիս նաեւ որովհետեւ չունեին ռեսուրս երկրորդ ճակատում կռվել նախ իրենք իրենց ներսում չէին կարողացել իրենք չեխական կորպուսը հասել էր այսօրվա Վլադիվոստոկ արևելքում չեխական կորպուսն էր տերությունություն անում այսինքն Ռուսաստանը արդեն մասնատված էր 18-ից մինչև 20 թիվը բոլորը ինչ-որ բան վերցնում էին այդ ինչ-որ բան վերցնողներից մեկնելով էր մեր հարևան Թուրքիան վակուումը հենց դա եմ ասում վակուումը լցվում էր թուրքական գործոնով որը շատ արագ կարողացել էր արդեն մայիս ամսին հասնում էր Երևանի մատույցներ այսպես ասած իսկ մինչև Երևան փաստացի այդ Անդրկովկասից այդ սեմը մարտին հայտարարում է Ռուսաստանից անջատման մասին ուշադրություն դարձրեք այսինքն երեք հանրապետությունները որոնց ներկայացուցիչներով մեկ պետության ղեկավար մարմին է իր ստատուսով քանի որ Թբիլիսին էր ցարական Ռուսաստանում այս տարածաշրջանում որպես կենտրոն համարվել շատ բնական էր որ վրացիները ոնց որ թե ավանգարդում ապտիլնեին եւ փաստացի անջատվում է Ռուսաստանից եւ անջատվելուց դեռ քիչ է մյուս կողմից ինքը անջատվում է պատկերացեք մյուս կողմից Թուրքիան առաջ գալիս այսինքն քո երբեմնի ասենք հովանավոր կամ պետականաստեղծ ժողովուրդ եւ պետություն Ռուսաստանը դու հիմա իրանից հեռանում ես իր տեղ գալիս են թուրքերը շատ ճիշտ է եւ թուրքերը ինչպես հիմա այո հո թուրքերը նայեք թուրքերը աղո հացով չէին գալիս են սրով եւ ինչ անում Թուրքիան ճակատամարտ որտեղ Ռուսաստանի վիճակել եմ ասում իր համար առաջնահերթը իդեպ մեր տարածաշրջանը միայն մի հանգամանքով էր պայմանավորված Բաքվի նավթով հակառակ դեպքում այս տարածաշրջան իրենք հասկանում էին որ արևմտյան Հայաստանի քաղաքները կորցնելու են եւ իրանց համար շատ կարեւոր է եվրոպական մասը իդեպ հիմա նույն զուգահեռն է նայեք Ուկրաինա եւ հիմա մեր տարածաշրջան Եվ զիջումը մեր հաշվին է գնում։ Այ հիմա ինչու, որտեղ Վրաստանը այդ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի այս սեմը չի համաձայնվում, ասում է, այս այդ պայմանները չեմ ընդունում, Ռուսաստանի եւ Գերմանիայի միջև կնքված։ Եվ ինչ ասում, ասում է, քանի որ ես այդ չեմ ընդունում, ռուսները լավը չեն։ Ռուսները Գերմանիայից այդ պայմանագիր են կնքել, մեզ ձեռ չի տալիս, ուրեմն մենք ում հետ պայմանագիր կնքենք տրամաբանորեն, ով է Ռուսաստանին փոխարինողը։ Թուրքիա։ Շատ ճիշտ է։ Եվ Թուրքիայի հետ առանցին պայմանագիր են կնքում։ Զգում եք, ես նաև մեզ լսողներն եմ ուզում ուշադրություն հրավիրել։ Ինչքան նույնական է գնում այսօրվա գործընթացները, իրադրությունները։ Եվ Սեյմը դիմում է թուրքական հրամանատարությանը, որ բանակցություններ սկսի, որպեսզի պատերազմը կանգնեցվի եւ պայմաններով որոշեն սահմանները եւ այլն։ Մեր ճակատի հրամանատարը Քազիմ Կարաբեքին էր, եթե չեմ սխալվում։ Շատ ճիշտ է։ Հիմա Տրապիզոնում այդ բանակցություններն է սկսում։ 18 թվականի հայտնի Սեյմը իր բանակցություններն է։ Եվ ռուս-թուրքական սահմանը պետքա վերաձևվի։ Իսկ թուրքերը բնականաբար առաջին հերթին իրանց համար կարևոր է Արևմտյան Հայաստանը իրանցով անել, այսինքն Արևմտյան Հայաստանը մերն ալնելու, այսինքն այդտեղ այդ բանակցությունների ժամանակ որևիցե բան չկար, զիջում բան եւ այլն չլինելու։ Հիմա թուրքերի կողմի պահանջները այնքան ծանր են լինում, որ Սեյմը այդ բանակցությունների արդյունքում Թուրքիայի պահանջները ինչ անում։ Մերժում ասում ոնց։ Ասում համաձայն չէ։ Դուք հասկանում եք, այսինքն Սեյմը, որը Ռուսաստանի հետ կարող էր նորմալ հարաբերություններ եւ թուրքական յաթաղանը չհասներ ոչ Ալեքսանդրապոլ, ոչ Բաթում, չէ։ Իսկ այդտեղ շահագրգիռ կողմով էր, որ թուրքական յաթաղան հասներ Ադրբեջանը, մուսաֆատական Ադրբեջանը։ Եվ արդյունքում ապրիլի 9-ին այդ Սեյմը ծրվում է Անդրկովկասյան դեմոկրատական ֆեդերատիվ հանրապետության հռչակում ալնում։ Որը եւս շատ կարճ կյանք։ Այո, որը ապրիլի 28-ին թուրքական ղեկավարությունը Սեյմին ասում է, որ Թուրքիան ճանաչում է Անդրկովկասի անկախությունը, այս նոր միավորով։ Այ հիմա մայիսին Բաթումում բանակցություններ են սկսում, հիմա Թուրքիայի այս նոր միավորի։ Այն հինը ծրվում է, որտեղ Թուրքիայի պահանջները ընդունելի չեն։ Եվ Անդրկովկասյան հանրապետության միջև
սկսում է բանակցություններ, որոնք տրապիզոնում էին, ընդհատվել էին։ Եվ հիմա ինչա, Անդրկովկասի վիճակից ուրեմն լինելով Թուրքիան այս նոր միավորին պատկերացրեք ավելի խիստ պահանջներ ներկա, շատ ավելի խիստ, քան երբ որ Սեյմին էր։ Եվ հավելեմ, պարոն Նահապետյան, բանակցությունների զուգահեռ Թուրքիան գրոհում էր։ Իհարկե, նա բանակցում էր եւ գրավում էր, բանակցում էր եւ գրավում էր։ Եվ վրացիները տեսնելով, որ Թուրքիայի դեմ առնելու հնար չկա, զորքերով գալիս է, դիմում է Գերմանիային, որպես հովանավոր իրեն, ասում է ինձ արի պաշտպանի։ Ադրբեջանցիները բնականաբար ժամ առաջ հող են նախապատրաստում, որ թուրքական բանակը մտնի ստեղ, այս տարածքներ։ Հայերը ինչպես ասում են, որտեղ են մնում, ժողովրդական լեզվով ասած փշալարերին։ Հիմա զուգահեռ ենք այսօրվա մեր իրողությունները։ Ճիշտ է, թուրքական բանակը դեռևս Հայաստանում չի, բայց թուրքական բանակը 44 օրյայում ամենաակտիվ մասնակցությամբ եւ պատերազմը կառավարել են Թուրքիայի բանակի 3-րդ դաշտային բանակի հրաмкազմը։ Ամբողջովին 600 հոգի, ներառյալ նաեւ գումարտակի հրամանատար։ Ադրբեջանցիները չեն եղել որոշում կայացնողները, թուրքական բանակի սպայակազմը։ Իդեպ նրանք չեն էլ հերքում։ Մի օր Ալիևը, որ շատ գլուխ գոված էր, Էրդողանը մի հատ հայրական ապտակ տվեց։ Ալիևին ասաց, այդ մենք ենք այդ պատերազմը տարել, ոչ թե դու։ Սա իրողությունն է։ Անգամ ես նախորդ անգամ էլ նշեցի, Իսրայելի հետ սրված հարաբերությունների ֆոնին նա հայտարարեց կմտնենք Երուսաղեմ, այնպես ինչպես մտանք Ղարաբաղ։ Եվ այսպես Վրաստանը գերմանացիների տակ, ասում է փրկեք ինձ, որտեղ թուրքերն են գալիս։ Ադրբեջանցիները ասում են, «Էստե համեցեք բոլոր դիմադրության օջախները վերացնում են», Հայաստանը մնում է օդից կախված։ Եվ քանի որ այս նոր միավորը, որը Անդրկովկասյան դեմոկրատական ֆեդերատիվ հանրապետություն է, լուծարվում է, որտեղ թուրքական բանակ գալիս է ամբողջը վերցնելու, 3 օրվա մեջ հռչակվում է 3 պետություն, առաջինը Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը։ Բայց ընդ որում Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարեց հայկական գավառների միակ վերակացում։ Ճիշտ է, այսինքն այդ կառավարությունը Թիֆլիսում էր նստում, որտեղ այս միավորները ինչի մասին երկու կառույց, Սեյմի եւ այս հանրապետության մասին, որպես կառավարման կառույցներ, Թիֆլիսում էին նստում։ Եվ բայց թուրքական բանակը եւ ղեկավարությունը թքած ունեն, թե դու քեզ հռչակել ես պետություն, ինքնիշխան, անկախ, սուվերեն Ռուսներից հեռու։ Ես զուգահեռ եմ բերում այսօրվա բաներին, հա, Խոսույթին, Փաշինյանի։ Եվ իսկ բանը Թուրքիան ուր է գալիս։ Գալիս է որ վերցնես ամեն ինչը։ Եվ Աստծո նախախնամությամբ հիմա սովորաբար ասում են Սարդարաբադի ճակատամարտում, այո, մեր ժողովուրդը մահու կենաց կռիվ տվեց, բայց այստեղ շատ կարևոր երկու հանգամանք եմ ուզում բերեմ։ Իրականում Հայաստանի արդեն կառավարությունը, որը խառն էր, միայն բաները չէին, դաշնակցականները չէին, ինչ որոշում է կայացնում, որ Էջմիածինը պետք է հանձնի։ Արամ Մանուկյանը գնում է Էջմիածին մայիս ամսին, համոզելու կաթողիկոսին, որ գնան Սևան, որտեղ հնարավոր չի դիմագրավել, որտեղ մեր դեմ թուրքական էլիտար դիվիզիաներն էին գալիս, ոչ սովորական։ Ուրեմն Սարդարաբադի իրական հաղթանակի ոգեշնչողը եղել է կաթողիկոսը, որը բնականաբար դուք էլ գիտեք, մեզ կարծում եմ լսողներն գիտեն, որ ասում է մենք այստեղ կմեռնենք զենքը ձեռքին։ Ես ինքս եթե ժողովուրդը պատրաստ չի պաշտպանել իր սրբավայրերը, ես ինքս սուրը կվերցնեմ եւ կմեռնեմ Էջմիածնի մատույցներում։ Շատ ճիշտ է։ Ուրեմն մենք հիշենք ինչ ասել է հայ առաքելական Սուրբ Եկեղեցի եւ իր հոգեվոր առաջնորդը Վեապարը։ Եթե Վեապարի խոսքը չլիներ, ձեզ վստահաբար եմ ասում, Սարդարաբադի ճակատամարտ չլինի։ Կամ շատ փոքր կլներ, մենք կպարտվեինք։ Զանգերը հնչել են ամբողջ ժամանակ այդ հանդիպումից հետո, ներառյալ անգամ Սարդարաբադի ճակատամարտից հետո քանի օր ժողովրդին ոտք են հանում։ Ուրեմն առաջին գործոնը մեր եկեղեցու հոգևոր առաջնորդի։ Երկրորդ գործոն կա, որի մասին ցավոք շատ քիչ են խոսում։ Իրականում այդ ժամանակ ճակատամարտի երկերը առաջին հերթին որոշում էր ծանր հրետանին էր որոշում։ Այսինքն եթե դու ունես կրակային հզորություն, հրետանիով ոչնչացնում ես հակառակորդի պաշտպանական բնագծերը։ Հետո նոր, եթե տեսնում ես, որ քո խնդիրը ոչնչացման առնվական արդյունավետ է, մարտես նետում հետևակը։ Իսկ ճեղքման հնարավորություն շրջափակում ճեղքում հեծելա զորը։
Սա մարտավարություններ այդ ժամանակվա։ Թուրքական բանակի առաջխաղացման իրական այն որ մեր բանակի ղեկավարները ցարական բանակի սպաներ ու գեներալներ էին, դա կարծում եմ որից մեկի համար գաղտնիք չի, բայց հրետանին եւ հրետանային մարտկոցները ովքեր են ղեկավարել։ Ռուսները, որքան էլ այսօրվա իշխանությունների համար հաճո չի ես լսել, բայց իրական Սարդարաբադի հաղթանակը 3 կռող է ունեցել։ Առաջին վեհափառ հայրապետը, երկրորդը ռուսական հրետանին, մարտկոցները եւ իրենց սպայակազմը, երրորդը մեր հավաքական ժողովուրդը։ Եվ այդ ճակատամարտը մահու կենաց հաղթելով եւ մի շատ կարեւոր եւս մի դրվագ կայս անպայման ուզում եմ ասել, Սարդարաբադում մենք կարող եւ պարտություն կրենք, եթե Բաշաբարանում թուրքերը կարողանային մեզ հաղթել։ Որտեղ փայլեց դրոն։ Ահա, հիմա ես ինչու, որտեվ եթե Բաշաբանում մենք պարտվեինք, Սարդարաբադ թիկունքից հարված էր ստանալ, այսինքն շրջափակվելու էր։ Բայց դրոյի հաղթանակը ես բավականին այդպես ինձ համար շատ կարևոր էր, նաև ծառայության բերումով ուսումնասիրել եմ, եւ իմ ձեռքի տակ էր հայտնվել դրոյի թորան կողմից տրված ձայնագրություն 50-ականների սկզբին Դրաստամատ կանանը իր ընկերոջը պատմում է սեղանի շուրջ, իդեպ հաց ուտելուց, այդ ճակատամարտի իրական այսպես ասենք որոշումները ինչպես է կայացվել, ոնց է կայացվել։ Ես 95 թե 96 թվականին չեմ հիշում, մի փաստավ ավերագրական ֆիլմ հանվեց Բաշաբարանի ճակատամարտից, սցենարը ես եմ գրել։ Հիմք ընդունելով դրոյի այդ խոսքը ձայնագրությունը, որը գիտեք ինչ էր ասում։ Ես նման բան երբեք ոչ մտեղ չէի կարդացել։ Ուրեմն գնահատում է դրոն հետևյալը, հաշվի առնելով, որ մեր հետախուզությունը զեկուցում է, որ հակառակորդը հետևակի հեծելազորի եւ հրետանու բացարձակ առավելություն ունի, մտածում է մերոնք անձնակազմի 60-70%-ը հիմնականում գյուղացիներ են, մոտ 30%-ն է կանոնավոր ստորաբաժանումներ, այսինքն բախման ժամանակ մենք պարտվելու ենք։ Եվ դրոյի ռազմական հանճարեղությունը նաեւ իր ներքին չասեմ ավանտյուրա, բայց քաջություն, որի սահմանները նույնիսկ չէր կարող նկարագրել, որտեղ դրոն այդ կյանքն է ունեցել ժամանակին, հա, երբ սատկացնում էր Նակաշիձեին։ Ինչ որոշում է կայացնում։ Հաշվառնել ուժերի այդ հարաբերակցությունը, իսկ ճակատամարտը սկսելու առաջին ազդակը դա հրետանու աշխատանքն էր։ Լույսու դեմ դեռ լույսը չբացված, հա, այսպես աղջամուճով հրետանին սկսում է աշխատել, եթե հաջողությամբ է ոչնչացնում պաշտպանական բնագծերը, հետևակն է գնում, եւ հետևակի առաջ խաղացումից կախված գնահատում է, որ կա ճեղքման հնարավորություն, հեծելազորը մտցնում են մարտի։ Ճիշտ է, սա է մարտավարությունը ամբողջ։ Դրոն գիտեք ինչ որոշում է կայացնում։ Հրետանին չի աշխատում, հետևակը չի աշխատում։ Միանգամից հեծելազոր։ Թուրքերը խրամատներում դեռ սպասում են, որ հրետանը պետք է աշխատի, որ իրան կրակեն, հայերը կրակեն, չէ, հետո հետևակը աշխատի, հետո վերջում հեծելազորը։ Թուրքերը աշկերը չբացած գիշերային, գիշերով հեծելազորը հարձակվում է խրամատները, դուք պատկասում եք խուճապը։ Իսկ մարդը չի սպասում, բա ասում է ոնց որ թե ուր է հրետանին, ուր է հետևակը, էս ինչ գործ ունի հեծելազորը։ Եվ այստեղ ես կարծում եմ արժանի հարգանքի տուրք պետք է մատուցել այդ ճակատամարտի հաղթանակի մեջ ունեցած անուրանալի եւ բացարձակ դերակատարում ունեցող եզդիական հեծյալ զորախմբերին Ջահանգիր աղայի եւ Ուսուբեի ղեկավարությամբ հիմնական մեր հեծելազորի առանցքը կազմում են եզդիական այս ջոկատները այդ հեծելազորը որ աուս հարցապը հասնում են խրամատներ թուրքերը փախու փախ իրական մեծ հաշվով Բաշաբարանի ճակատամարտը որպես այդպեսին հայտնի ճակատամարտերի տրամաբանությամբ տեղել չունի թուրքերը փախնում են այդ դրոյի հաղթանակը որը ապահովում է սա 26-27-ին 28-ին արդեն Սարդարաբադում թիկունքը մերոնց ապահոված է լինում սա հիմա ինչի համար եմ հիշում որ մենք հասկանանք թուրքերի դեմ եթե լիներ պարտություն Սարդարաբադում կամ Բաշաբարանում սա մեր գոյության վերջն էր այսինքն մենք այստեղ ընդհանրապես ֆիզիկապես չենք լինի հա հայություն չեն լինի պետականություն չեն լինի չէ սա արձանագրում ենք
Եվ սա Թուրքիայի հետ բարեկամության ձգտող այսօրվա իշխանությունների պահով եմ ասում, ես հիմա անպայման ուզում եմ զուգահեռեմ, որտեղ այն ինչ որ այսօրվա իշխանություններն են փորձում, ամեն ինչ անել, այստեղ նույն տրամաբանությամբ, Անդրկովկասյան Սեյմի տրամաբանությամբ Ռուսաստանի ծառավելագույնը անջատվել, որի մասին իդեպ Ալիևը այլևս չէր սեթևեթում, չէր հրապարակավ ասելու։ Տեսեք, իրենց պատգամավորներից մեկը բացեբաց հայտարարեց, որ Ալիևը ինքը օրից մի օր կգա Երևանում ելույթ կունենա եւ ըստ էության դրանով կնշանակի, որ ինքը հետ է վերցրել այն, ինչը որ նվաճել էր Պետրոս Մեծը։ Ահա, տեսեք, փաստորեն Ադրբեջանը հավակնություններնի արդեն մեր նախորդ հաղորդմանն էլ ասենք Սեֆյանների ժառանգության, Պետրոս Մեծի քաղաքական ժառանգության։ Բայց ես նաև ուզում եմ ասել, այս Անդրկովկասյան Սեյմ Ռուսաստանից փոխվել, հետո Թուրքիայի գերիշխանության տակ մտնել, ես ինչու եմ զուգահեռներ բերում, որ Թուրքիայի գերիշխանությունը հարաբերական առումով խաղաղ ապրելու այնքանով որքանով է։ Եվ ուզում եմ անպայման ընթերցել ուրեմն մի շատ կարևոր գնահատական, որը տվել է ոչ անհայտ մի անձնավորություն, անունը Նիկոլ, ազգանունը Փաշինյան։ Ինչ է ասում։ Հնարավոր որ գոյություն ունի ընդհանուր վտանգ Հայաստանի եւ Ադրբեջանի անկախության համար։ Հայաստանի այս կառավարություն ներկայացնող, ես ասում եմ կոլաբորանտ կառավարություն ներկայացնող անձը հարավային Կովկասի երկու երկրներին ասում է, որ պատմական փորձ ունեն մենք եւ զուգահեռում է այն ինչի մասին մենք խոսում ենք։ Եվ ասում եմ մեջբերման սկիզբ, ասում է հնարավոր է մենք արդեն սկսել ենք գիտակցել, որ ընդհանուր շահերի համար, մասնավորապես մեր անկախության, ինքնիշխանության եւ պետականության, տեսնում եք ինչ կենացներ է էլի այնս թոթոլ ամրապնդման նպատակով կարող է գոյություն ունենալ ընդհանուր գործոն, հաշվի առնելով, որ պատմությունը ցույց է տվել, որ այդ ճանապարհով մենք կշահենք, թե որ պատմությունն է ցույց տվել, որ շահել, էսի, ինչպես ասում են, սուտը բացահայտողներին թողենք։ Իդեպ 20-րդ դարի սկզբին մենք միասին ստացանք անկախություն 3 օրում։ Մենք մանրամասն խենք, դաջան, խոսում ես ամեն ինչի մասին, որ մենք հասկանանք, հա, որ հիմա նույն զուգահեռն է գնում։ 18 թվականին մենք ստացանք անկախություն, իսկ մի քանի տարի անց միաժամանակ կորցրեցինք այն Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստանը։ 1991 թվականին մենք միաժամանակ միասին ստացանք անկախություն եւ հնարավոր է որ ժամանակ անց գիտակցեինք, որ մեր անկախությանը կարող է սպառնալ ընդհանուր վտանգ։ Բարձր չէ՞ ումասն է ընդհանուր վտանգ ասելով Ռուսաստանն է, բայց ոչ Թուրքիան։ Եվ մենք որոշեցինք կենտրոնանալ մեր պետությունների զարգացման, մեր անկախության եւ ինքնիշխանության պաշտպանության օրակարգի վրա։ Իմ կարծիքով սա շատ կարևոր գործոն է, սակայն վստահ չեմ, որ Ադրբեջան դեպքում ադրբեջանական կողմից գնահատական նույնը կլինի։ Ոչ թե նույնը կլինի, մի բան էլ ավել անդեղ։ Այսինքն այսօր Ադրբեջանը փոխարինում է 1918-20 թվականներին Վրաստանին, որտեղ Ադրբեջանը հաղթած պետություն է, ժողովրդագրական առումով ավելին է, ունի մոտիվացված բանակ, լուրջ տնտեսություն, գազ եւ նավթ եւ արևմուտքի կողմից բացահայտ հովանավորչություն։ Այսինքն, այստեղ ստեղծվում է մեկ միավոր Ադրբեջանի առաջնորդությամբ, բայց ինչ տարածքներով ես չեմ կարող ասել։ Օրինակ սկզբունքորեն կարող է եւ Թուրքիա եւ Ադրբեջանի ղեկավարները այս իշխանություններին եւ հետո եթե իրանք վերարտադրվեն հետո օրինակ դնեն օրինակ 1920-ի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրի սահմանները։ Ինձ մեկ-մեկ որ ասում են, «Բա այդ ո՞նց է գնահատում, որ դες կարող լինի», ասում պարզ։ Հայաստանի Թուրքիայի սահմանում ռուս խաղապահներն են, ճիշտ է։ Հայաստանի Իրանի սահմանում եւս։ Այդ երբ այդ սահմանները իդեպ գծվել։ 200 տարի առաջ 1828 թվական Թուրքմենչայի պայմանագիր։ Առ այսօր այդ սահմանները չեն խախտվել։ Հիմա երբ որ ռուսական կողմը այստեղից դուրս գա, որը իդեպ Հայաստան-Թուրքիա սահման չի, եթե ուզում եք լուրջ իմանանք, որտեղ սա եղել է Խորհրդային Միություն-Թուրքիա սահման, եւ Խորհրդային Միության իրավահաջորդը դա Ռուսաստանն է, դա համար է ռուս սահմանապահ այնտեղ։ 92 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կնքված միջպետական պայմանագրի հիման վրա։ Հիմա պատկերացրեք Ռուսաստանը դուրս է գալիս նոր սահմանադրություն
չեզոք պետության կարգավիճակ, ես ասում եմ այն սցենարը, որը նախապատրաստվում է։ Չեզոք պետությունը նշանակում է այլ պետության հետ դու իրանք չունես ռազմական դաշինք պայմանագիր կնքես եւ 102 բազանա դուրս գալիս եւ ռուս սահմանապահները։ Ինչ է կարծում հաջորդ քայլը օրինակ ինչ ալնելու Թուրքիայի Հայաստանի իշխանություններին։ Ասելա, բա մեր սահմանները դելիմիտացված դեմարկացված չեն, ճիշտ է։ Իսկ դելիմիտացված դեմարկացվում են ինչ պայմանագրի հիման վրա։ Հո Ալմաթիի հռչակագիրը չի։ Ճիշտ է։ Բա ո՞րն է վերջին Հայաստանի եւ Թուրքիայի միջև կնքված պայմանագիրը։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Շատ ճիշտ է, 1920 թ. դեկտեմբերի 2։ Ես որ ասում եմ, որ սրանք տանում են, որ Թուրքիան մեզ պարտադիր Ալեքսանդրապոլի պայմանագիր, ես հիմնավորում եմ ինչու եմ ասում։ Եվ ահավասիկ մենք հիմա գտնվում ենք բականին այս առումով ծանր վիճակում։ Անելանելի դրություններ չկան, ցանկացած ծանր ելքից, ծանր վիճակից կա ելք, բայց որովհետեւ այդ ելքը մենք տեսնենք, որտեղ ելքեր չեն, ասենք կարող է միակն է։ Մենք դի իրավիճակը համարժեն գնահատենք եւ այն սպառնալիքները, որ այսօր մեր պետականության եւ մեր ժողովրդի գլխին կախված են։ Պարոն Նահապետյան, եւ վերջում կցանկանայի նաեւ մեկ այլ թեմայի մասին խոսել, տեսեք դուք նշեցիք վեապարի կարևոր դերակատարումը Սարդարապետի այդ բախտորոշ օրերին։ Հերոսամարտ, որ կարելի ասել, այո, հերոսամարտ էր։ Բայց նույն հոգեվորականությունը, որը որ այդ օրերին դուրս էր եկել զենք ձեռքին երկիրը պաշտպանելու, Խորհրդային Հայաստանում հալածվում էր 20-ական 30-ականներին օրինակ, հա, եւ ես մեթոդաբանության առումով զուգահեռներ եմ տանում ներկա օրերի հետ, հա, երբ որ տեսնում եմ թե նույն բոլշևիկները, որոնք այո մերժում էին ազգային ասվածը մեծ հաշվով եւ ամեն առումով փորձ էին անում ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանուր բոլոր սովետական երկրներում ոչնչացնել ազգայինը, լինի դա մշակույթի առումով կամ ազգային հիմնասյունների առումով։ Ես զուգահեռներ եմ տանում ներկա իրողությունների հետ եւ ըստ էության ես պետք է նշեմ, որ Փաշինյանական վարչախումբը դասական նեոբոլշևիկյան վարչախումբ է, որը որ թիրախավորել է մեր ազգայինը, թիրախավորել է մեր ինքնությունը եւ քարոզում է եղբայրություն թշնամու հետ։ Օրինակ, հա մենք գիտենք, չէ, որ որոշակի մերձեցում կար այդ շրջափուլում 18-20-21 թվականներին բոլշևիկների եւ քեմալականների միջև եւ երբ որ քեմալական բանակը արշավում էր Հայաստանի Հանրապետության ուղղությամբ, դա արդեն 1920 թվականի թուրք-հայկական պատերազմի ժամանակ հայ բոլշևիկները ագիտացիա էին իրականացնում զինված ուժերում եւ հայտարարում էին, որ առաջացող թուրքական ասքյարը այլևս այն ասքյարը չէ, որը որ մեզ կոտորում էր, այլ մեր եղբայրական այս ասքյարն է, հա։ Կարծես թե նույնն է հիմա կատարվում։ Դուք նշեցիք 100 տարվա իրողությունները աշխարհաքաղաքական առումով, որոնք համընկնում են հիմա էլ։ Ես հավելեմ, որ իմ նշածի պարագայում էլ նույնն է կատարվում, այսինքն կա Հայաստանում վարչախումբ, որը հայտարարում է, որ Թուրքիան այլևս ըստ էության այն չէ եւ պետք է եղբայրանալ թուրքերի հետ, նույն ձև ինչպես հայ բոլշևիկներն էին դա անում 18-20-ական թվականներին։ Եվ երրորդը, որը որ ես նմանություն եմ տեսնում ներկա վարչախմբի եւ բոլշևիկների միջև, հա, դա իշխանության պահելու համատեքստում կիրառվող ռեպրեսիաներն են եւ ըստ էության մատնիչների գործիքակազմի կիրառումը, հա, Դանիել Իոնիսյանի եւ Ստյոպիկի արածը դա դասական մատնագրություն էր ըստ էության, որի արդյունքում հոգեվորականներ ձերբակալվեցին։ Ես արձագանքեմ այսպես շատ ըստ իս կարևոր թեմա է արծարծվում, որտեվ իմ գնահատմամբ կա այդ իրողությունների եւ այդ ժամանակաշրջանի միակողմանի գնահատում։
կա նաև պիտակավորում։ Հիմա վերցնենք հոգևորականների ուրեմն բոլշևիկյան Ռուսաստանում, հետո Խորհրդային Միությունում հետապնդումներին։ Հայաստանում Հիմա բնականաբար։ Հիմա նայենք ովքեր են, դե որ Խորհրդային Միությունում եմ ասում, Հայաստանը նաև որպես մաս, հա։ Հիմա ովքեր են Ռուսաստանում, ցարական Ռուսաստանում հոգևորականները, դա ցարի կամ թագավորի հենասյուներից էին, ընդունում ենք այդպես, կարևորագույն հենասյուն էին, ընդ որում ցարը ինքը ստատուս էր ստանում միայն օծումից հետո, եթե հոգևոր առաջնորդի պատիարխի օծումը չկար, այդ ցարը ստատուս չուներ։ Եվ այստեղից հետևություն, հոգևորականները այո այն սյուներից մեկն էին, որով ցարական Ռուսաստանը գոյատևեց մինչև 1917-18 թիվը։ Հիմա նայենք 19-ից 21 թիվը քաղաքացիական պատերազմ։ Սպիտակ գվարդիականներ, կարմիր գվարդիականներ, ինչ եք կարծում, հոգևորականությունը որքան էլ ցանկանար անմասն մնար այդ եղբայրասպան պատերազմից կարող էր, վստահաբար չէր կարող։ Եվ ինքը ում կողմից կլներ։ Հին վարչակարգի։ Այսինքն սպիտակ գվարդիականների։ Եվ ինչ եք կարծում, ասենք իրենք այդ կռվի ժամանակ այս կամ այն ձևով օժանդակություն աջակցություն արել են, գոնե նվազագույնը քարոզի տեսքով։ Հիմա հաղթել են կարմիր գվարդիականները եւ սկսում է կարմիր տերորը, այսինքն բոլոր թշնամիները, որոնք արդեն ծպտվել են, որոնք չեն երևում, զոհվածները զոհվել են, դուրս գնացողները, փախնողները փախել են, բայց ներսում բավականաչափ դեռևս մնացել են։ Եվ հոգևորականությունը թիրախավորվել է ոչ թե որպես հոգևորականություն, թիրախավորվել է որպես ցարական իշխանության, հետո սպիտակ գվարդիականներին օժանդակող օգնող միավոր։ Բուրժուազիայի մաս։ Շատ ճիշտ եք, այո, իհարկե, իրենց չեն թիրախավորել որպես քրիստոնյա, եւ դրա համար ձեզ պիտի ոչնչացնենք։ Բնականաբար թիրախավորելու անձերը թիրախավորում նաև եկեղեցիները։ Բայց մի ուրիշ հետաքրքիր փաստի մասին ասեմ, երբ որ ասում են այդ եկեղեցիները 30-ականներին ավերեցին, ոչնչացրեցին եւ Բերիայի անուն են տալիս։ Այդպես մտքի գիգանտ պատմաբաներ կան, ես մի քանի անգամ լսել եմ, ասում Տեր Աստված, լավ, այս մարդիկ այն որ ասում է ոչ մարդուց ամոթ ունեն, ոչ էլ Աստծուց վախ։ Բերյան, ընդ որում այդ հիմնական ջարդերը գագաթնակետը եղել է 1937 թիվը, չէ՞։ Միանշանակ։ Բերյան երբ է իշխանություն ստացել ՆԿՎԴ ղեկավար 38-ին։ Այս բոլորը արել է Եժովը, իդեպ ասեմ ձեզ, որը այս արարքների համար, իդեպ, գնդակահարվել է, տեսեք։ Այսինքն ոնց են գլխի վար, չէ՞, վիճակը ներկայացնում։ Ավելին ասեմ, Բերիայի ժամանակ բարձվում է հոգևորականների ճնշող մեծամասնությունը, որոնք աքսորներում էին, հետ են գալիս։ Դու գիտեք ինչքան եկեղեցիներ է տրվում եկեղեցուն եւ սկսում են վերականգնել։ Սա Բերիայի ժամանակ։ Հիմա սա ես առաջին հիմնավորեցի, թե ինչու հոգևորականությունը թիրախավորեց։ Նույնը նաեւ այստեղ։ Հիմա երկրորդը, երբ կա գնահատական Արդյոք դա օբյեկտիվ էր ձեզ։ Մեր մոտ օրինակ։ Ես չեմ կարող գնահատել, անկեղծ ասած, որովհետեւ այդ պատմական իրադարձությունները գնահատել, այնտեղ հարյուրավոր չափորոշիչներ կա, որտեղ մեզ համար այդ մի չափորոշիչը խիստ երկրորդական է, 100-րդական է, բայց պարզվում է, եթե այդ ժամանակի կտրվածքով ես նայում, ինքը խիստ առարկայական է դառնում, առաջնային է դառնում։ Չեմ ուզում գնահատել, բայց այս փաստերի մասին խոսեմ։ Երկրորդ փաստը, երբ ասում են, որ հայ բոլշևիկները, թուրք բոլշևիկները հետ միացան եւ մենք տարածքներ կորցրեցին, կա չէ՞ քարոզչական թեզը։ Հիմա մեր խոսքում ես շատ կարևորեցի, որ Ռուսաստանում մահու կենաց կռիվ էր գնում։ Ուրեմն ուժեղ Ռուսաստան ստեղծելու եւ համաշխարհային հեղափոխություն անող ուժերի միջև։ Մեկի առաջնորդը Ստալինն էր, ուժեղ Ռուսաստան։ Մյուսի առաջնորդը Տրոցկին էր։ Ահա։ Այսինքն տրոցկիզմը կար։ Տրոցկիզմը միանշանակ կենաց չէր, մինչև 30-ականների վերջ, 40-ականների սկզբից տրոցկիստները այդ բացահայտումները եւ այլն որ կային։ Այդ բոլորը արվում էր, որտեվ իրանք թաքնվել էին, պաշտոններ էին ստանում եւ այլն։ Եվ երբ որ մեր բանակում տարվում էր քարոզություն համաշխարհային հեղափոխության, որ եղբայր ենք, մենք Թուրքի հետ, Ալի հետ եղբայր ենք, չէ՞։ Ինքը չի գալու քեզ սպանի։ Ճիշտ է, այդ քարոզի կրողը եւ տարածողը ովքեր էին, Ստալինի կողմնակիցները թե Տրոցկուն։
Իսկ Տրոցկին ինքը հիշեք զինված ուժերի առաջին պատասխանատուն է եղել բոլշևիկյան Ռուսաստանի։ Բանակ Իրան է ենթարկվել։ Եվ կադրային քաղաքականությունը ինքն է վարել։ Այսինքն այդ գաղափարների Միատար չէր ձեզ։ Ինչ? Միատար չէր ձեզ։ Վստահաբար ես ասում եմ Տրոցկիզմը ինչու 40-ականների սկիզբը դեռևս բան էր արվում, արմատախիլ էր արվում։ Այսինքն բանակում մտածեին համախոհներ կար, եւ մարդ կար հիմա ֆազերը գծած ասում էր, հա ճիշտ է համաշխարհային հեղափոխությունն է, եկեղեցի պիտի չլինի, կանայք պիտի չլինեն, բոլոր կանայք մերն են, այսպես ասենք, այդ հիմարություններն էլ կար, իհարկե կար, բայց դրա կրողները ովքեր էին, Տրոցկու կողմնակիցները, եւ մեր բանակում, երբ որ այդ հիվանդությունը վարակը մտել էր այն մարդկանց միջոցով, որոնք տրոցկիզմի եւ տրոցկու հետևորդներ էին։ Իդեպ Տրոցկին բավականին վտանգավոր հակառակորդ էր, Ստալինը հետամուտ եղավ եւ միայն 30-ականների թիվը չեմ հիշում, Արգենտինայում իրեն կասնահարեցին մեկը, որը բոլշևիկյան Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակից էր, որը հետո բարձրագույն պարգև ստացավ եւ այլն։ Մեքսիկայում, եթե չեմ սխալվում։ Հա, Մեքսիկայում։ Այո։ Հիմա սա ինչի համար եմ ասում, այդ հիվանդությունը ախտը, որ Թուրքալին մեր եղբայրն է, իհարկե դա տրոցկիզմի քաղաքական գծի շարունակողներն են, այդ ու նաեւ բանակում։ Իհարկե այդպես էր։ Որը որ հիմա էլ կա։ Շատ ճիշտ է, ես հիմա ինչու է այս մեր հաղորդումը ըստիս ինչով է կարևորվում, երբ որ մենք պատմական դրվագները աշխարհում տեղի ունեցող եւ տարածաշրջան պրոյեկտում մեր յուղությունների վրա, կարծես թե մեկին մեկ կրկնվում է։ Որից է նոր հեծանի, որից է մեկը չի հորինել։ Իհարկե հիմա պարզվում է, որ չի բացառում, որ մենք ապրենք Ադրբեջանում, հայերը ադրբեջանցիներն էլ Հայաստանում։ Երեք պատգամավորներից, չգիտեմ, Տիկին է թե օրիորդը։ Ինչ որ մեկն էր ասել։ Ուսապարկ։ Ես եկեք այսպես, հա, ես իմ համար ես ուսապարկ չասեմ։ Ձեր իրավունքն է, ես ասում եմ պատգամավոր։ Կոլաբորանտ կառավարության կողմից կառավարվող օրենսդիր մարմնի ներկայացուցիչ։ Հիմա այս ամեն ինչի ճիշտ գնահատական տալը նա է, որ մենք հասկանանք, որ մենք ապրում ենք մի ժամանակում, որտեղ ուժային կենտրոնները եւ իրանց հարաբերությունները, իրենց շահերը չեն փոխվում։ Գույնը փոխվում է։ Բրիտանիան եթե առաջին ջութակ էր, հիմա առաջին ջութակ, ասենք Միացյալ Նահանգներն է։ Եթե Թուրքիան հիմա բարեկամա խաղում բոլորի հետ, բայց Օսմանյան կայսրությունը վերականգնելու քայլերը այնքան ակնհայտ են, որ Էրդողանը անգամ չի թաքցնում, որ փորձում է իսլամ աշխարհում իրականացնել մի արարք, որը մի մարդ արել։ Սալադինը Երուսաղեմը վերցրել է։ Այո, իր ուշադրության կենտրոնում օգնելով Իսրայելի նավթով, Բաքու Ջեյանի նավթը, որը գալիս տանկերներով դեպի Թուրքիայի նավահանգիստ միջերկական ծովի, հետո տանկերներով տարվում էր Իսրայել, անում էր Թուրքիան օգնել է Իսրայելին, բայց դա չի նշանակում, որ Էրդողանը իր հավակնությունները Երուսաղեմը վերցնելու հետ քայլ արել, որտեղ ինքը ուզում է իսլամ աշխարհի պատմության մեջ կրկնել արարք, որը կամ չի եղել, կամ եզակի մարդիկ։ Այս արարքը մի հոգի արել, Սալադինը, եւ ինքը երկրորդն է, որ ուզում անի։ Այս ճանապարհին ինչ խոչընդոտ լինի, ինքը փորձելու է հաղթահարել։ Սիրով, համբերությամբ, ժպիտով, թաշկինակը ձեռքին, բայց թաշկինակի մեջ դաշուն, փարվելու ժամանակ էլ այդ թաշկինակը դաշունով հետևից խփի։ Ադրբեջանը ինչ է անում, Ադրբեջանը ինչով են աճացնում։ Մենք էս մեր նախորդ հաղորդման ժամանակ ասացինք Սեֆյանների ժառանգություն։ Դուք պատկերացնում եք Թուրքիայի հավակնությունները մի կողմից, Ադրբեջանի հավակնությունները եւս խեղկատակների կեցվածքը։ Բայց հիմա ես որ ասում եմ մեր երկիրը ամբողջովին սրանք դնում են զոհասեղան եւ ասում են խաղաղություն, նորից եմ ասում, Փաշինյանը փախնելու է միայն իր ընտանիքի անդամներով։ Հələ հարցը իր հրաչո աներձակին հետը կտանի թե չի տանի։ Ես խիստ կասկածում եմ։ Մնացածը մնալու են ստեղ։ Եվ մեր ժողովրդի ցասումը, զայրույթը, կորուստները, տարածքային մարդկային այդ բոլորը ուղղվելու է մի թիրախի ուղղությամբ։ Բոլորն էլ ականջների օղարեք էս ամեն ինչը։ Այս մարդը թռնող է ստեղից, որտեվ այն իրավիճակը, որ այսօր աշխարհում է տեղի ունենում, եւ աշխարհում այլևս ուժերի հարաբերակցությունն է փոխվել, երբ որ Դատաստանի զենքը այլևս գոյություն ունի 100 մեգատոն պայթյունի համարժեք, խոսքս Պոսեյդոնի մասն է, իր մեջ հրթիռների, նի հրթիռը 100 մեգատոն ուրեմն պայթյուն է, որը ցար բոմբայից 2 անգամ հզոր է։
Որտեղ Ամերիկայի մայրցամաք ուղակի մի քանի 100 մետր ջրի այդ բանով ալիքով ուղղակի կարող են ծածկել։ Եվ այս պայմաններում այս անձը խոսում է խաղաղությունից, հացահատիկ է գալիս։ Պատկերացնում եք, հացահատիկը մտավ Հայաստան։ Ես միշտ զուգահեռ եմ բերում այն ոչխարին, որին տանում են մորթելու, վերանը միշտ խոտ են տալիս, որ ուշադրությունը հանկարծ չշեղվի։ Ուտում է, որոչում է, միջը մորթելը։ Մոզուն մորթելուց առաջ գլուխը միշտ շոյում են։ Իհարկե, հիմա ես նույն զուգահեռն եմ տանում, որից է այս մեր ասացի զուգահեռի պատմական գնահատման իմաստն է, որ մենք այսօրվա վիճակը կարողանանք առավել ճիշտ գնահատել, որից հետո հետևություններ անել։ Որովհետև ըստ էության մեկին մեկ կրկնվում է անցյալի դառը իրողությունները, թերևս այսքանով ամփոփենք, սիրելի ընկերներ, Խաշմերուկը պատմաքաղաքական պոդքասթի 3-րդ թողարկումը մոտեցավ իր ավարտին։ Ձեզ հետ էր պատմաբան Դավիթ Ֆիդանյանը եւ վերլուծաբան Հայկ Նահապետյանը։ Կհանդիպենք հաջորդ կիրակի, շարունակեք դիտել մեզ, շարունակեք բաժանորդագրվել, հավանել, տարածել ոչ միայն մեր հաղորդումը, այլև Anti-Fake-ի բոլոր թողարկումները։ Շնորհակալություն, կհանդիպենք։